Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Գեղեցկությունը միշտ էլ գովում է, թե մարդկանց առջև և թե Աստծո առջև։ Իրապես հոգևոր գեղեցկությունը, սրբությունը միշտ էլ գովում է, թե մարդկանց, թե հրեշտակների և թե Աստծո առջև։ Այսօր Սուրբ Հռիփսիմեի տոնն է, որ գեղեցիկ էր, թե մարմնով և թե հոգով, և Սուրբ էր ու կույս, որ նվիրեց իր կյանքը ամբողջովին Տիրոջը Քրիստոսին։ Որտեղ սրբությունն ու կուսությունը տարբեր աստիճաններ ունի։ Առաջին աստիճանը մարմնավոր սրբությունն է, որ մենք ամբողջ կյանքում, ովքեր ընտրում են, սրբությամբ ու կուսությամբ են ապրում։ Երկրորդ սրբությունը հոգևոր սրբությունն է, որ մարդիկ իրենց աչքերն են զսպում, իրենց ականջներն են զսպում ամեն տեսակի մեղքերի դեմ, ձեռքերն ու ոտքերն են սրբությամբ պահում, և երրորդ սրբությունը մտքի սրբությունն է, երբ իրենց միտքը, սիրտը մաքուր են պահում ամեն տեսակի մեղքերից ու գայթակղություններից։ Չորրորդ կուսությունն ու սրբությունը հավատքի կուսությունն ու սրբությունն է, երբ մարդիկ իրենց հավատքը ուղղափառ դավանանքը երբեք չեն փոխում, հերձվածների, աղանդավորների մեջ չեն ընկնում, կուռքեր չեն պաշտում, ծնոտի բաների հետևից չեն ընկնում, այլ պահում են իրենց հավատքը սրբությամբ ու արդարությամբ։ Եվ ահա այսպիսի սրբություններ ու կուսություն ունեին Սուրբ Հռիփսիմյանք, որոնց տոնն է այսօր, որտև նախ ընդունեցին հավատքի սրբությունը, այնուհետև մարմնի կուսությունը, զգայաններ իրենց աչքերը, ականջները պահեցին ամեն տեսակի մեղքերից, հետ կանգնեցին աշխարհի ընթացքից, ընտրեցին հավիտենական երկնքի արքայությունը և նաև իրենց միտքը ու սիրտը պահեցին մեղքից և այդպիսի կուսությամբ ու սրբությամբ ապրեցին այս աշխարհում և դարձան Քրիստոսի հարսը, որտեղ Սուրբ կույսերը, ինչպես նաև ամբողջ եկեղեցին, կոչվում է Քրիստոսի հարս։ Կոչվում է Քրիստոսի հարս, որովհետև հավատքով և հույսով է վերածնված, մկրտությամբ է ծնված, կոչվում է Քրիստոսի հարս, որովհետև սիրով է միավորված Քրիստոսին, ինչպես հարսն է Փեսային միավորվում, այնպես էլ Սուրբ եկեղեցին Քրիստոս Փեսային է միավորվում։ Կոչվում է հարս, որտեղ բազմաթիվ զավակներ ունի Սուրբ եկեղեցին, և քրիստոնյաները պտղաբերում են բարի գործերով, առաքինություններով, ժուժկալությամբ, աղոթասիրությամբ, պահքով, ողորմություններով, բազմաթիվ զավակներ ունեն քրիստոնյաները, ոչ թե մարմնավոր զավակներ, այլ հոգևոր զավակներ, և այդ պատճառով կոչվում են մայր, կոչվում են հարս Քրիստոսի, որ բազմաթիվ բարի գործերով են պտղաբերում։ Կոչվում են հարս Քրիստոսի, որովհետև Քրիստոս թողեց Հորը երկնքում, իջավ երկիր մեզ մոտ, թողեց մորը խաչի մոտ և գնաց միավորվեց հարսին Սուրբ եկեղեցուն, որ դժոխքում արգելափակված էր, իր անձը զոհաբերեց և փրկագնեց բոլոր հոգիներին, որ դժոխքում էին գտնվում և իր հետ հարություն տվեց։ Եվ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, թե Փեսան պետք է թողնի հորն ու մորը և գնա միանա իր կնոջը, այդպես էլ Քրիստոս Փեսան թողեց հորը երկնքում, մորը խաչի մոտ և գնաց միավորվեց հարսին Սուրբ եկեղեցուն։ Եվ ինչպես
հարսը պսակ է ստանում Փեսայի կողմից, այնպես էլ Քրիստոս նախ նշանադրեց մեզ, նշան դրեց, մատանին դրեց մեր մատին։ Քրիստոսի նշանը, որ մեզ դրեց Սուրբ Խաչն է, որով մեզ նշանադրեց, բայց դեռևս պսակադրությունը չի եղել։ Այս կյանքում մենք նշանված ենք Քրիստոսի հետ, իբրև հարս Քրիստոսի, բայց պսակադրությունը, հարսանիքը, խնջույքը, առագաստը կլինի հավիտենական երկնքի արքայության մեջ։ Երբ Քրիստոս մեզ 7 զարդերով կզարդարի իբրև հարս, 3 զարդերը կդնի մեր գլխին, 4 զարդերով մեր մարմինը կզարդարի։ Առաջին 3 զարդերն են, որ մեր գլխին է դրվում, աստվածային առաքինություններն են դրանք, հավատ, հույս, սեր, որոնք դրվում են մեր գլխին, իսկ 4 առաքինությունները, որոնք զարդարվում է մեր մարմինը, մենք ենք ամբողջովին զարդարվում, դրանք մարդկային առաքինություններն են, ողջախոհություն, խոհեմություն, արդարություն և արիություն, որովհետև այս 7 զարդերով է, որ մենք զարդարվում ենք այս կյանքում, հավատքով, հույսով և սիրով միավորում ենք Քրիստոսին և սկսում ենք առաքինություններով ընթանալ ողջախոհությամբ, խոհեմությամբ, արիությամբ ու արդարությամբ։ Եվ այսօր այդպիսի սուրբերի տոնն է, Սուրբ Հռիփսիմյանք, որ հավատքով, հույսով ու սիրով միացան Քրիստոսին և պտղաբերեցին իրենց հավատքը ողջախոհությամբ, խոհեմությամբ, արիությամբ ու արդարությամբ։ Եվ պատշաճ է և ճիշտ, որ մենք գովերգենք ու տոնախմբենք սուրբերի տոնը, որտև իրենք էլ մեզ են միավորվում, երբ իրենց տոնն ենք կատարում, գովում ենք իրենց, որտև եթե սուրբերին ենք գովում, ապա Քրիստոսին ենք գովում, որտև եթե մարմնի անդամները գովերգվում են, ապա գլուխն է գովաբանվում, որտև մենք Քրիստոսի մարմնի անդամներ ենք, իսկ Քրիստոս մեր գլուխն է, և եթե Սուրբ Հռիփսիմյանց գովում ենք, ապա Քրիստոսին էլ ենք գովերգում, եթե Քրիստոսին ենք գովերգում, ապա Սուրբ Հռիփսիմյանց ենք գովերգում։ Բայց լավ իմանանք, որ ինչպես մենք ենք ուրախանում իրենցով, այնպես էլ իրենք են ուրախանում մեզանով։ Երբ են հրեշտակներն ու սուրբերը մեզանով ուրախանում, երբ որ մենք զղջում ենք ու ապաշխարում, երբ որ մենք արտասում ենք, որպես հետ ենք կանգնում մեղքերից, ինչպես առակի մեջ ասում, թե հրեշտակները ուրախանում են մեկ մոլորյալ ոչխարի համար, որ դարձի եկավ, սուրբերն էլ ուրախանում են մեկ մոլորյալ ոչխարի համար, որ դարձի եկավ, ուրախանում են հրեշտակները, երբ որ արդարներն ու սուրբեր իրենց հոգին ավանդում են, պրծնում են այս աշխարից, այս նեղություններից ու վշտերից ու վերցնում են հրեշտակները այդ հոգին ու բարձրացնում են երկինք, կրկին ուրախանում են հրեշտակները։ Եվ երրորդ, ուրախանում են սուրբերն ու հրեշտակները, երբ մենք երկնքի արքայության մեջ հավիտենական կյանքում Քրիստոսի հետ կպսակվենք և հավերժ ուրախ կլինենք, երբեք չի լինի տխրություն ու տրտմություն։ Ինչպես Սուրբ Հռիփսիմյանք են այսօր, բայց մեզ հետ են, մեզանից հեռացած չեն։ Թող մենք էլ արժանի լինենք իրենց հետ լինելու, իրենցից չհեռանալու և հավիտենական երկնքի արքայությունը ժառանգելու։ Ամեն։